այս ամբողջ գործընթացը, որ ամբողջ համակարգը, մամուլը հատկապես, արդարադատության համակարգը, դատական համակարգը, այսպես ներգրավվել է այդ մարդկանց ոչնչացնելու վրա, սա նշանակում է, որ ոչ թե այդ մարդիկ են թիրախը, այլ համակարգն է թիրախը։ Մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանին հարկավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որ ընդդիմության օջախներ, կղզյակներ չլինեն։ Ինչ ասել է բոլոր համակարգերում այդ բանը տեղի է ունեն։ Այսինքն սա կարող են Նիկոլին հասկանում եք շատերը համարել գիժ, կարող են շատերը ասեն անհավասարակշիռ, հոգեկան, ինչ ասես կարող են ասել։ Ես ոչ հերքում եմ դա, ոչ ապացուցում եմ, ոչ էլ մերժում եմ, դա չի խնդիրը, սիրելի ժողովուրդ։ Խնդիրը նա է, որ ինքը այդպես ձևացնելով ոչնչացնում է համակարգերը, ոչ թե այդ մարդկանց, ոչ թե այդ մեղք գործածներին թեկուզ, ոչ թե զանգցանք ունեցողներին։ Գիտեք, ոչ կաթողիկոսին կարելի է ամբողջապես մաքրագործել, ոչ Վարդանիկին, ոչ որևէ մեկին, միգուցե ամեն մեկի մոտ էլ կան, ոչ Սամվել Կարապետյան, բայց այդ համակարգը ոչնչացնելը, հիմա տեսեք, միլիարդատերին բանտ նստեցնելը նշանակում է, որ հարգելի միլիարդատերեր, հարգելի ներդրողներ, զգույշ եղեք, որ եթե եկաք Հայաստան ներդրումներ արեցիք, կարող է հանկարծ 100 դրամի կամ մի հատ խոսքի բան գտնեն եւ դուք էլ հայտնվեք այնտեղ։ Փաստաբանների օրինակը, ինչ էին ասեն վերջի երկու փաստաբանները, ոչ մի բան։ Կոչուբաևի օրինակը, քանի արդեն 3 փաստաբանի վրա, փաստաբանների վրայի գործը նշանակում է բոլոր մնացած փաստաբաններ, խելքներ, գլուխներ հավաքեք, որովհետև մի հատ անզգույշ արտահայտությունը, մի հատ կարծիքը կարող է ձեզ թանկ նստել։